դժգոհություններ։ Շատ բարձր։ Փոխանցեն դժգոհությունները ձեզ շատ սիրողների, ասում են մենք սպասում ենք հետաքրքիր շոու, ամենահամեստ քարոզարշավ իրականացնողներից մեկը եղաք, ինչու՞։ Ինչ առումով ամենահամեստ։ Մտածում էին, որ երևի դուք նաև համերգով կամփոփեք ձեր քարոզարշավը, բայց փաստորեն Ես ամենասկզբից քարոզարշավի բոլորին ասել եմ, որ Hayat Project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու, որովհետև ես չեմ ուզում առավելություն ստանան երիտասարդների դաշտում, որը այսպես թե այնպես ունեն։ Ասում են, որ ձեր ընտրողը իդեպ մինչև 35-ն է, եւ դուք գողացել եք հենց այդ սեգմենտին, որը ամենապասիվ ընտրողն է բոլոր ընտրական գործընթացներում։ Համաձայն եք։ Ես չեմ գողացել, ես Վալալ Քրտինկով վաստակել եմ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք բոլորը կան ընտրատեղամասեր, կոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գալ մասնակցել, որովհետև այս քաղաքը կարիք ունի իրոք երիտասարդանալու ու ես օրինակ իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ հենց դա, որ Գյումրին պետք է ստանա երիտասարդական ընթացք, այո, շատ կարևոր է։ Զարգացումներ սպասում եք Աղմուկյանի։ Ինչ առումով։ Մինչև օրվա վերջը արկածախնդիրների զարգացումը։ Դե օրը ցույց կտա, ամեն դեպքում ես այս բայի դրությամբ կարող եմ փաստել, նաև վերջի 15 օրը շատ լավ վերլուծելուց հետո, որ ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, այլ պետական վարչական ռեսուրսի եւ Սարիկ Մինասյանի ԱԱՑ-ի ղեկավար բարեկամի հետ։ Ինչ